Նոյեմբերի 27-ին 19:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում նոր ձայնի և դաշնամուրի դուետը կմիավորի հայկական հոգին և իտալական նրբագեղությունը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ ավանդական երաժշտության ժամանակակից մշակումները։ Մեր այսօրվա հյուրն է օպերայի երգչուհի սոպրանո Ռոզի Անուշ Սվազյանը։ Սվազյան։ Այո, Սվազյան։ Ես պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ այսպիսի պատրաստվածության համար։ Շնորհակալ ենք, որ եկաք մեզ հյուր։ Պատմեք համերգի եւ նախագծի մասին։ Դուք նշեցիք, որ առաջին անգամ է լինելու։ Այո, ես ու Անդրեան արդեն քանի տարի այս պրոյեկտի վրա աշխատում ենք, նոր պրոյեկտը, որը ինքը բոլոր այս երգերը Կոմիտաս, Կանաչյան, Սայատնովա, ինքը նոր arrangement-ներ արել մշակումներով եւ հագին տարբեր տեղեր ենք ելույթ ունեցել Carnegie Hall, Լոնդոնում, բայց առաջին անգամն է, որ Հայաստան ենք վերջապես կարողացել վերել, վաղը գիշեր պիտի այս ելույթը ունենանք եւ շատ ուրախ եմ, որովհետեւ կարծում եմ միշտ լսել են այս երգերը, բոլորս լսել ենք 1000 անգամ, բայց հետաքրքիր մշակումներ է նորովի եւ կարծում եմ, որ մարդկանց համար հետաքրքիր կլինի։ Պատմեք, որ աշխատանքների մասին է խոսքը, մի փոքր էսպես անոնս անենք։ Ուրեմն ես ընտրել եմ իմ ամենամոտ սրտի երգերս, որ շատ եմ սիրում, Օրոր, Կոմիտաս, Չինարես, Լլեաման եւ ցայներից սկսած։ Ահա, այո։ Եվ հետո ընտրել եմ այդ երգերը, որ իմ ավելի դասական երգացողությունը ավելի սազի, որտեվ անշուշտ տարբեր ձևով են երգում, ես որ դասական եմ սովորել օպերա ձևով, ավելի այս երգերը ասեք թե ուրիշ ստիլ է պետք, բայց ես դրա համար ընտրել եմ այդ երգերը, որ դեր սազում այդ դասական երգերը, հատկապես Օրոր Կանաչյանը, որովհետև շատ դասական է եւ ուրիշ երգեր, որը կարծում եմ, որ կսազի այդ դասականը, բայց ինքը լրիվ modern, jazz, մի քիչ pop, մի քիչ rock, մի քիչ ամեն ինչ։ Գայթակղեցիք, պետք է խնդրենք մի փոքրիկ հատված, եթե տաղավարը թույլ կտա այստեղ։ Չէ, հիմա չեմ կարող։ Պահենք ինտրիգը։ Պետք է գաք։ Տեսեք, վաղ գնացեք եւ լսեք։ Այո, այո, Արդյոք այսպես վախենալու չէ ճակերտավոր ասած, նման աշխատանքները, որոնք մեր հոգուց են գալիս, որոնք մեր գենետիկ կոդն են, փոփոխության ենթարկել։ Չեք ունեցել մտավախություններ։ Այո, անշուշտ, բայց ինքը որ այս մշակումները առաջարկեց, առաջ ես էլ original version-ը ոնց կարող ենք հիմա, բայց իսկապես ինչ որ սազեց շատ եւ կարողացանք լեզու գտնել այս երգերը իր մշակումներով։ Ես էլ համաձայն եղա, որովհետև զգացի, որ սազում է եւ ինձ հետ օքեյ է, որ այդպես լինի։ Հատկապես երկու հոգևոր երգ պիտի երգենք, այդն չասեցի, հավուն եւ նոր ծաղիկ, այդ էլ է բան, որ ասենք թե օրիգինալը անշուշտ եկեղեցի մեջ, բայց սազում է, կարծում եմ, որ այո։ Ինչպիսին է արտերկրում եղել արձագանքը։ Աշխատանքի վերաբերյալ դուք նշեցիք, որ առաջին անգամ եք Հայաստանում, իսկ արտերկրում ինչպես է արձագանքը։ Բոլորս շատ սիրել են, ասենք թե մենք ուրիշ ոչ հայերի համար ենք երգել, նվագել եւ շատ լավ են ընդունել մեզ, շատ սիրում են, հատկապես մեր էներգիան իրար հետ, մեր կապը, մեր համագործությունը իրար հետ շատ բոլորը սիրում են։ Հրաշալի։ Եկեք պատմենք նաև Անդրեայի հետ համագործակցության մասին, ինչպես եք իր հետ աշխատանք տանում։ Մենք կոնսերվատորիո ենք հանդիպել Իտալիայում, ես գնացել եմ Իտալիա սովորելու, Սան Ֆրանցիսկո եմ ծնվել մեծացել, բայց հետո գնացել եմ իմ ուսումը ստացել կոնսերվատորիո, այնտեղ ենք հանդիպել եւ ասենք թե արդեն 10 տարի է, որ ինքը իր իդեան էր, որ առաջարկեց, որ փորձենք այս հայկական
երկերը մշակել, տեսնենք, ես էլ ինչու չէ, որտեվ ես միշտ երկել եմ այս երկերը, մամաս էր երգում, միշտ մեծացել եմ այս երկերի հետ, հատկապես եկեղեցիում եմ սկսել իմ, ասենք թե, երևի պատարակով եմ սկսել իմ երկս, իմ ձայնս երևի ընդեղ եմ զգացել, որ ինչ-որ օպերայի կուզեի երգել, Եվ ինքը որ առաջարկեց, ասացի, օքեյ, տեսնենք ինչ ա լինում, որտեվ ուրիշ արիթ չունեի, որ այս երգերը միշտ դնում էի, բայց իմ պրոգրամից վերջը միշտ դնում էի ինչ-որ հայկական կտոր, կոմիտաս, բայց լրիվ ծրագիրը հայկական, այսպես հրամցնել մարդկանց երբեք չի արել, բայց դրա համար, որ կարողացանք անել, շատ ուրախ էի և զգացի, որ օքեյ, մարդկանց համար ճիշտ կլինի։ Իտալական ստեղծագործություններ ներառում եք։ Ոչ, հələ դեռ ոչ, չգիտեմ եթե ապագայում կարող ենք անել, բայց հիմա հայկականի վրա ենք աշխատում, այո։ Հրաշալի։ Անդրեան այսօր ներկա չէ, բայց ես կցանկանամ նաև պատմեք իր տպավորություններից Հայաստանի մասին։ Նա լսել է այդ երաժշտությունը եւ օրինակ երբ որ եկել է եւ տեսել է Երևանը, թե Երևանի Չէ, չի եկել։ Վաղը առաջին օրը պիտի լինի իր համար։ Որտեղ եք տանելու, պատմեք մեզ։ Մի օր ունի, դրա համար Արնո Բաբաջանյան սրահում պիտի տանենք։ Միայն ներու շփում։ Այո։ Դժբախտաբար ժամանակ չի ունենա կուզեր, բայց ինքն էլ շատ զբաղված է, շատ համերգներ ունի եւ լավ է որ կարողացանք գոնե այս մոմենտը գտնել իրար հետ Իբրև մասնագետ իտալական եւ հայկական երաժշտության ձեր համադրումը ինչպիսին է համեմատությունը, ինչ համեմատության եզրեր ունեն։ Դե տեսեք մեր culture-ը, մշակույթը, ասենք թե ինչու՞ չէ հերու չենք, որտեվ իրենք Իտալիան ինչքան ունի արժեքավորներ, մենք էլ նույնպես, բայց զգում եմ որ ինքը իր ստիլը ունի եւ համաբռնեց այս երգերով էտեր ավելի բանը ոչ ուրիշ կապ, բայց այո մենք շատ կապված ենք իտալացիների հետ, հայերը կարծում եմ ինչ որ հա մեծ կապ կա հյուրընկալության, ջերմության առաջին է։ Այո Ընտանեկան կետերը Երևանում, Հայաստանում, որ երբ որ վերադառնում եք, դուք էլ ժամանակ ունեք, որտեղ եք առաջինը այցելում, այդ դուք արվեստի անձնավորություն եք, որտեղից եք ոգեշնչվում։ Դե անշիշտ օպերա եմ սիրում գնալ։ Այնտեղ եւ համերգներ, որտեղ ամեն գիշեր ինչ որ մեկ համերգ կա այստեղ եւ այդ շատ է ինձ ուրախացնում, որ ամեն գիշեր կարող եմ ինչ որ գնալ լսել նոր երաժշտություն եւ մարդկանց ասենք թե դուրսերն են սիրում լինել եւ շատ աշխուժ է կյանքը այստեղ ամեն ինչ եմ սիրում Հաճախ եք լինում Երևանում։ Այո, ծնողքս այստեղ են ապրում 8 ամիս տարվա մեջ եւ դրա համար ահագին ժամանակ մեկ-մեկ գալիս եմ։ Հրաշալի։ Կան այլ անակնկալներ, որոնց մասին կցանկանանք օրինակ պատմել մեր հեռուստադիտողներին եւ այսպես նրանց շահագրգռել, որ անպայման եթե դեռ չեն գնել, անպայման զբաղվեն այդ հարցով եւ վաղը ձեզ հյուր գան։ Այո, դե ձեզ սպասում է շատ լավ գիշեր, Բիդի ասենք թե սրտով լսեն եւ ուրիշ աշխարհ մտնեն, որովհետեւ ինչպես որ գիտենք այս երգերը հոգի շատ բան են, ինչպես եմ ասում, ասեք ինձ հարազատ, հոգի են բացում, հա, հոգի են բացում, զգացմունքներով են եւ ինչպես որ մշակումները լսած ենք իհարկե, արել է ուրիշ աշխարհի մեջ ենք մտնում, մեկ երկից մյուսը մտնում ենք, մեդլիներ ենք անում, որը դա արդեն մարդկանց համար կարծում եմ, որ հետաքրքիր է այդ մեկ երկից մյուսը առանց բանի, break-ի, որ
Առանց դադարների։ Առանց դադարների մտնում են այդ աշխարհի մեջ, մուդը ստեղծում ենք, ուրիշ մուդ է։ So եթե ուզում եք այսպես լավ երեկո անցկացնել, երգեր, որ մարդկանց իսկապես հուշում է, հիշողություններ են արթնացնում իհարկե, բոլորս լսել ենք երգերը, տարբեր կատարումներով, այո, նույն բաները չեն լինի, դրա համար Քանի ստեղծագործություն կա։ Մոտավորապես 10-11 արդեն։ Եվ որքան է տևողությունը համերգային ծրագրի։ Մի ժամ ու 10 րոպե երևի։ Նաև հետաքրքիր է թե ինչպես եք պատրաստվել այս ամենին, ինչպես որոշեցիք, որ նոր մատուցում պետք է լինի, այսպես գնանք վերադառնանք ակունքներ։ Այո, դե արդեն այդի 10 տարի առաջ է, որ մենք սկսել ենք աշխատել եւ տարիների մեջ ավելի ենք աշխատել սրանց վրա, համերգներ որ տվել ենք, հասկացել ենք ինչ է պետք, Անդրեան էլ այս անգամ հատուկ Հայաստանի համար ավելի աշխատել այս կտորների վրա, որ իսկապես ինչ որ վաու մի բան լինի ձեզ համար։ Միայն իր հետ է համագործակցություն, թե դրսում արտերկրում այլ արվեստագետների հետ էլ ունենում եք։ Հա, նոր Նեապոլում համերգ ունեցա կլասիկ դաշնակահարի հետ, որը San Carlo թատրոնում էր աշխատում, այնտեղ ամբողջ օրիգինալ version եմ երգել, որը շատ տարբեր էր ինձ համար, որովհետև Բայց արդեն ականջը սովորեր մյուս տարբեր։ Այո, Անդրեայի հետ ավելի շատ համերգ եմ արել, բայց պետք է ասեմ, որ օրիգինալն էլ հոյակապ դաշնակահար էր եւ մարդիկ շատ սիրեցին։ Ես էլ միշտ ուրախ եմ, երբ որ երգում եմ այս երգերը, ասենք թե օրիգինալ կամ այս նոր մշակումներով, ես միշտ ուրախ եմ, որտեվ հատկապես երբ որ հայ չեն լինում, ասենք թե իրենք մտնում են այդ աշխարհի մեջ եւ զգում են նոր ինչ-որ բան եւ կարծում եմ, որ Մենք եւս վստահ ենք, որ նոյեմբերի 27-ին 19:00-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում ձեզ սպասվում է հրաշալի երեկո։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալու համար, շնորհակալ ենք մեր հեռուստադիտողին մեզ հետ մնալու համար։ Դիտեք Կենտրոն հեռուստաընկերությունը։ Մաղթում։ շնորհակալ ենք։